Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում այսօր զրուցելու ենք քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանի հետ։ Պարոն Մելիք Շահնազարյան, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Սկսենք վերջին շրջանում մեզ, բոլորիս, մեր հանրությանը ամենաշատ հուզող թեմայից ինչ է կատարվում եկեղեցու շուրջ, պարոն Մելիք Շահնազարյան։ Ի սկզբանե Նիկոլ Փաշինյանը, երբ որ սկսում էր իր այսպես կոչված գործողությունները, ծրագիրը, խնդիր էր, որպես պատճառ էր բերում կուսակրոնությունը, հետո փուլ առ փուլ սրա պատճառները փոխվեցին, հիմա էլ ասում է եկեղեցու ներսում իբրև կան հոգևորականներ, ովքեր պետության դեմ հիբրիդային պատերազմ են վարում ու պետք է բարենորոգման ծրագիր են հռչակել, թուղթ են ստորագրել 10 եպիսկոպոսների հետ ու նորոգման ծրագիր իրենք ինչպես են ասում, հիմա որն է բուն նպատակը ու որտեղ է այդ կարմիր գիծը հատվում, որ պետությունը կարող է այդպես միջամտել եկեղեցու գործերին։ Շնորհակալություն, նախ միանգամից ասեմ, որ այսօրվա իշխանությունների գործողություններում երբեք չի եղել եւ կարծում եմ չի լինելու որևէ կարմիր գիծ։ Այսինքն կապ չունի դիմացինը դա կլինի եկեղեցի, կլինի բանակ, կլինի արդարադատության համակարգ, չգիտեմ, եթե ավելի անձնավորենք, կլինի զոհվածի մայր, կլինի կին, երեխա եւ այլն, կապ չունի։ Եթե իրենք ունեն ինչ-որ նպատակներ, այդ նպատակներին հասնելու համար իրենք օգտագործում են բոլոր հնարավոր գործիքները եւ իսկապես այս հարցում որևէ կարմիր գիծ նրանց գործողություններում չկա, չի եղել, չեմ էլ կարծում ապագայում երբևէ հայտնվելու է։ Ինչ է կատարվում եկեղեցու շուրջ, եթե ձեր հարցը սկզբից ինչպես որ ձևակերպեցիք, ասեմ, որ բորենիների խրախճանք է կատարվում։ Ինչ է կատարվում, հարձակում է կատարվում մեր եկեղեցու վրա եւ այդ հարձակման ետևում կանգնած են բազմաթիվ ուժային կենտրոններ։ Իմ խորին համոզմամբ այդ նաեւ աշխարհաքաղաքական ուժային կենտրոններ, բայց նաեւ ռեգիոնալ իմաստնավորի ես հստակ հետքեր եմ տեսնում ամենայն դեպս նմանություններ այն խնդիրների, որոնք մեր եկեղեցու հետ կապված ձևավորվել են տարիներ շարունակ Ադրբեջանում եւ Թուրքիայում եւ այն գործողությունների, որոնք այսօր իրականացվում են հայ իշխանությունների կողմից, շատ զուգահեռներ եւ նմանություններ եմ տեսնում, թե ինչ է տեղի ունենում։ Եվ դա հարձակում է, այո, հարձակում է եկեղեցու վրա, որին իմ խորին համոզմամբ եկեղեցին բավական մինչ այս պահը արդյունավետ է դիմադրում։ Ես չգիտեմ այդ ռեսուրսը որքան կբավականացնի այդ հարձակմանը նույն մեթոդներով դիմակայելու համար արդյոք պետք չի այլ քայլեր անել եւ այլն, իմ խորին համոզմամբ պետք է, բայց ամեն դեպքում մինչ այս պահը եթե ինչ-որ մեկին թվում է թե կարողացել են վնասել եկեղեցուն, ես այդպես չեմ տեսնում։ Պարոն Մելիք Շահնազարյան, բայց Նիկոլ Փաշինյանը ասում է, սա եկեղեցու դեմ չէ, կառույցի դեմ չէ, ասում է, այստեղ խնդիրը, մեր պայքարը անձանց դեմ է, որ եկեղեցին մաքրենք այնպիսի անձանցից, ովքեր մթնոլորտ այսպես ասած։ Այդ իմաստով իսկապես լուրջ հաջողությունների են հասել եւ իմ կարծիքով եկեղեցին կարողացել են մաքրել, ամենայն դեպս նշмарել այն շրջանակը, որից եկեղեցին պետք է ձերբազատվի։ Այնտեղ տարատեսակ տիրադավներ արդեն իսկ կարգալուծված հոգևորականներ կան, իսկապես եկեղեցին մաքրելու տեսակետից բավական արդյունավետ են գործել։ Այն կեղտը, որը կար եկեղեցու մեջ, ըստ եկեղեցին ինքը հասարակական ինստիտուտ է։ Այսինքն կարող ենք ասել, որ այստեղ դրական ինչ-որ նշույլ է կար առումով, որ այդ կեղտը ջուրի երես դուրս է։ Ես անձնական օրինակի վրա եմ խոսելու եւ ցավով եմ դրա մասին խոսելու։ Ես շատ մեծ հարգանք ունեի Նավասար Սրբազանի անձի հանդեպ։ Ես նրան ճանաչում եի որպես լավ աստվածաբան, հակառակ նրան, երբ որ բոլորը մեղադրում էին, որ Բենթլի կճոյան էին ասում, չգիտեմ ինչ որ Փաշինյանը կպականներն այդ տարիների մասին ես այդ ժամանակ իրեն ճանաչել եմ որպես լավ հոգևորական, գիտակ, իսկական աստվածաբան, մարդ ումից կարելի էր սովորել եւ ուրախ եմ, որ հայրապետական թեմում նման տեղապահում ենք մենք։ Հիմա ինձ համար ինքը բացահայտվեց իրական կճոյանը։ Եթե շատ ավելի անկեղծ ասեմ, մի քիչ ավելի վաղ է բացահայտվել, քան վերջին այս զարգացումներն են, բայց ամեն դեպքում հիմա նաև հանրության համար բացահայտվեց։ Միրզախանյանը, որը Վիդայոս Շահնազարյան, բայց ասում են իրենց դեմ կոմպրոմատներ կա ու նրանք ճնշումների, այսպես ասած, դրա ներքո են այս քայլին գնացել, միացել Նիկոլ Փաշինյանի ծրագրին։ Դուք եք այդպես կարծում։ Ես չգիտեմ ինչ կա։ Ես կարծում եմ, որ կան արժեքներ, որոնք չի կարելի դավաճանել, եթե անգամ
քեզ վրա կան կոմպրոմատներ եւ դու այդ կոմպրոմատների հետևանքով կկործանվես, ավելի լավ է դու ինքդ կործանվես, քան թե կործանես քո եկեղեցին, քո հավատքը, քո ազգային միասնականությունը։ Լավ, ասենք Վրթանես Սրբազանը, որը Արցախի թեմի առաջնորդն է, այդ ինչ ուներ կորցնելու, այդ ինչ կոմպրոմատներ պետք է լինեն, որ ավելի թանկ էր իր համար, քան Արցախը, քան իր 100,000-ավոր հայրենակիցները, որոնք այսօր անտուն, անտեղ Հայաստանում, չգիտես ոնց են օրվա հաց վաստակում կամ կարողանում են արդյոք վաստակել, թե չեն կարողանում։ Երբ որ հազարավոր մեր սրբատեղիները չթողեցին, հանձնվեց այս իշխանության կողմից թշնամուն։ Հիմա այդ ինչ կոմպրոմատի մասին պետք է կարող է կան տեղյակ չի հա։ Էլ ինչ վատ բան, ավելի վատ բան, քան այդքան կորուստներն էր, հա ավելի վատ բան ուներ կորցնելու։ Չգիտեմ, ես իսկապես չեմ ուզում դատել, ասել եւ այլն, բայց ինձ համար միանգամայն պատճառը այդ քայլերի մեկ է, ուզում է կոմպրոմատի տակ արած լինեն, ուզում է հոգեկան հավասարությունն խախտած հիվանդ մարդիկ լինեն, ուզում է ինչ-որ վատ անձնական շահագրգռվածությունից դրդված, ինձ համար բոլոր պատճառները մեկ անուն է, միևնույն է, դա դավաճանություն է։ Ինչպես նաև նույնը կարող եմ ասել Փաշինյանի կառավարության մասին։ Իրենք Արցախը եւ հայությունը ինչի համար դավաճանեցին, չգիտեմ, դա վատ կառավարման արդյունք էր, ինչ էր։ Դες հարցը շատ քննարկվեց, բայց պատասխան այդպես էլ կարողացան ստանալ դավաճանությունը էր, ձախողումները։ Ոչ թե պատճառների մասին պետք է խոսենք, այլ արդյունքների, թե ի վերջո դա ինչի հանգեցրեց։ Այն դեպքում հանգեցրեց Արցախի կորուստին, հիմա փորձում են այդ թվում տարբեր նավասարդներ, ներողություն, որ այսպես եմ ստիպված խոսել, բայց փորձում են նաև ոչնչացնել մեր եկեղեցին։ Ավելի վաղ ժամանակահատվածում ուրիշ ինստիտուտներ են ոչնչացվել, էլի ազգային եւ պետական եւ անվտանգային տեսակետից կենսական նշանակություն ունեցող, չեմ ուզում անուններ թվարկել, բայց արդյունքը դա է եղել, չէ՞։ Եվ այդ եպիսկոպոսները եւ հոգեվորականները, որոնք միացել են Փաշինյանին, չգիտեն ինչի է իրենց արած գործի արդյունքը ինչն է լինելու։ Պարոն Մելիք-Շահնազարյան ավելի վաղ այդ 10 եպիսկոպոսները Նիկոլ Փաշինյանի հետ ձևավորել են, այսպես ասած, համակարգախումբ, որը պետք է իրենց կոչած ծրագրով զբաղվի։ Մենք այդ տեսանք, որ Նիկոլ Փաշինյանն իրենց հետ է կանգնած, իրենք այսպես ստորագրում են, նախ ուզում են իմանալ ինչ մայրաթորներ, հա, արձագանքեց, այս իրենց ձևավորած խորհրդի վերջո ինչ լիազորություններ ունի, սահմանադրական ինչ նորմերով գործելու։ Արթուր Վանեցյանը լավ էր գրել հենց խորհրդի ձևավորման պահից մի քիչ անց, գրել էր, որ եթե մի գործ ուզում ես տապալես, հանձնաժողով ձևավորի, հանձնաժողովը կտապալի։ Ինչպես 44 օրյայի։ Բոլոր դա դեռ սովետական ժամանակներից եկող հիվանդություն է։ Իհարկե ոչ մի լիազորություն չունի։ Որպես խորհուրդ դա չես կարող, ինչ որ 10 մարդկանց կամ 11 մարդկանց միավորում է ինչ որ նպատակի շուրջ, որի մասին իրենք հայտարարել են։ Բայց ես հիմա ուզում եմ մի քիչ էմոցիոնալ հատվածից դուրս գանք եւ փորձենք սրա քաղաքական հետևանքների մասին, որտեղ անցած օրերին իսկապես շատ եմ մտածել այդ հարցի շուրջ։ Իմ խորին համոզմամբ դուք էլ որ ձեր առաջի հարցում ասում եք, որ անդադ պատճառները փոխում է Փաշինյանը, թե ինչու է հարձակվում եկեղեցու դեմ, իմ կարծիքով կա քաղաքական երկու առնվազն ծրագիր, որոնք իրենք փորձում են իրագործել։ Հա պլան մաքսիմումն է, որ իսկապես հասնեն նա, որպեսզի եկեղեցին դառնա կառավարելի Փաշինյանի իշխանության կողմից, նոր վեհապար ընտրվի եւ այլն, այսինքն այն ինչի մասին իրենք ամենաբարձրն են խոսում, դա պլան մաքսիմումն է, որին կհասնեն թե չեն հասնի, այսպես ասած, թողնված է ապագային, էլի կլինի լավ է, չի լինի ոչինչ։ Բայց կա նաեւ երկրորդ նպատակը, ես դեռ խոսում եմ Փաշինյանի նպատակադրումների մասին, ոչ թե իմ ասած թուրք-ադրբեջանական նպատակադրումների մասին, աշխարհակահական դեռ մի կողմ եմ դնում։ Բայց երկրորդն այն է, որ Փաշինյանը ըստ էության ընտրական տարում ընտրությունից մի քանի ամիս առաջ հանրության ուշադրությունը ամբողջությամբ շեղում է միանգամայն այլ process-ի ուղղությամբ։ Ընտրությունների մասին ոչ մեկ չխոսեն, ընդդիմությունը չպատրաստվի ընտրություններին, պատրաստվի եկեղեցի պաշտպանելու, ինչ որ փոքր հաղթանակներ նկատում եք ընդդիմադիրների կողմից այդպես հատուկ գործողություններ եկեղեցին պաշտպանել։ Համենայն դեպս իրենք օրինակ հայտարարեցին քննարկումների հարցը այսօր մեր զրույցի հիմնական թեման է, ինչպես տեսնում եք,
այդ օրակարգն է, որը ըստ էության Նիկոլ Փաշինյանն է դաշտ բերել, այսինքն եկեղեցու շուրջ Դե հենց վատը դա չէ, որ մշտապես Նիկոլ Փաշինյանը օրակարգ էսպես նյուզմեյքեր։ Ես հենց դրա մասին եմ խոսում, այո, ինքը այդ մաքսիմալ խնդիրը եկեղեցին զարթելն է, եկեղեցի նվազագույն խնդիրը մարդկանց այլ օրակարգերի մեջ պահելն է, որ չլինի ընտրական, օրինակ իմ խորին համոզմամբ այսօր մենք մի հարց ունենք քննարկելու, եթե խոսքը նպատակը այս իշխանությունների հեռացումն է, պետք է մենք բոլորս միասին քննարկենք այս իշխանությունների հեռացման ճանապարհները։ Իմ համոզմամբ դա impeachment-ն է, որը մինչև այսպես ակտուալ է եւ քաղաքական ուժերը պարտավոր են ուղղակի մինչև ընտրությունները այդ հարցը մաքսիմալ առաջ տանել։ Դուք ակտուալ համարում եք այս փուլում։ Իհարկե ակտուալ է։ Բայց կարծես այդպես քաղաքական լուսանցք մղվեց, որտեղ ոչ մեկ չի խոսում։ Դրա մասին եմ խոսում, որտեղ Նիկոլ Փաշինյանը քաղաքական օրակարգ բերեց այլ թեմա։ Նվազագույն խնդիրը իր դա է, որպեսզի քաղաքական ուժերը եւ եկեղեցականները եւ լրագրողներն ու փորձագետները չխոսեն impeachment-ի մասին, այլ խոսեն եկեղեցին պաշտպանելու մեթոդների լավ կամ վատ լինելու մասին։ Հենց դրա մասին եմ խոսում։ Նպատակ մաքսիմում զավթել եկեղեցին, բայց եթե չէ, այն մինիմում նպատակն էլ թույլ է տալու Նիկոլ Փաշինյանին նույն ընդդիմադիրները, փորձագետները, թեկուզ լրագրողները չեն կարող այնպես անել, որ այդ impeachment-ը կամ ընտրությունները մնան առաջնային թեմա, Նիկոլ Փաշինյանին չհաջող բերելի առաջնային դիրք։ Մեր բոլոր գործընկերներին կոչ անենք զբաղվել այդ հարցերով, այսինքն չսպասարկել, չտարածել եւ այլն Փաշինյան։ Ես հասկանում եմ, որ դա դժվար է։ Գիտեք, մի կողմից ասենք դժվար է չքննարկել օրինակ երկրի ղեկավարի հայտարարությունը, որ նա հրավիրում է եկեղեցու առաջնորդին, ասում է՝ «Արի իմ տղամարդկային, այսպես ասած, արժանապատվությունը տես»։ Այդ ոնց չքննարկի, հա, դա նոնսենս է։ Ինքը ասենք ինչ որ մի բան է ասում, որ հնարավոր չի ուղղակի չտեսնել։ Բայց մյուս կողմից ամբողջությամբ տրվել այդ օրակարգերին եւ մնալ դրա տակ այդ ազդեցության տակ, իհարկե չափազանց մեծ խնդիր է։ Եթե մենք բառացիորեն մեկ ամսվա ընթացքում ընդդիմությունը իր մարտավարությունը հստակ չմշակի եւ չսկսի քայլեր գործադրել այդ մարտավարության իրագործման շուրջ, ես դες վստահեցնում եմ, որ հունիսին այս իշխանությունները նույնիսկ կեղծելու առիթ չեն ունենալու ընտրությունների, այլ վերընտրվելու են, որովհետև հասարակությունը չի տեսնում այլ ընտրանքային առաջարկ, չտեսնող հասարակությունը այդ ընտրություններին չի մասնակցելու, գալու են ընտրությունների միայն Նիկոլի ադմինիստրատիվ ռեսուրսի եւ իր զանգվածը, քվեազանգվածը եւ գալու են այդ հաղթանակի իր համար ապահովեն։ Նիկոլ Փաշինյանն իր կառավարությունը այսօր միայն ու միայն այդ խնդիրն է լուծում։ Բայց դուք քաղաքական դաշտում տեսնում եք այդպես այլ ընտրանքային ուժեր, որոնք հստակ կարող են օրինակ բոլոր ընդդիմադիր կուսակցությունները։ Իհարկե բոլորը ինչ չեմ տեսնում եւ ձևավորվող նոր շարժումները, նոր ձևով եւ խորհրդարանական ֆրակցիաները կարող են դառնալ կոնսոլիդացիայի եւ խորհրդարանից դուրս գտնվող քաղաքական ուժերը նույն Վանեցյանի մասին խոսին կարող են նպաստել ինչ-որ բաների ձևավորման, զարգացման եւ այլն։ Իհարկե կարող են։ Բայց առանձին թե պետք է։ Առանձին չէ, կոնսոլիդացիաները պետք է ստեղծել։ Քաղաքական պլան է պետք մշակել։ Այդ պլանը թե ինչպեսին կլինի, կենթադրի, որ այդ ուժերը առանձին պետք է մասնակցեն, թե միասին պետք է մասնակցեն, դա պլանում, այսպես ասած, կորոշվի։ Նայել է աշխատող տարբերակ, Չաշխատող տարբերակը միայն այն է, եթե դու չունես այդ ծրագիրը։ Ու միշտ ասեմ, վերջերս Facebook-ում կարդացի, եթե ճիշտ եմ հիշում, Մխոյան Վահագնն էր դրա մասին գրել, որ նույնիսկ վատ ծրագիրը, բայց եթե ինքը կա ու աշխատում է, ինքը հաղթող է, եթե չկա այլ ծրագիր։ Հիմա քաղաքական դաշտում կա այդ առաջարկը, կա impeachment-ի առաջարկ եւ կա երկրորդ տարբերակը սպասել ընտրություններին։ Բայց ես տեսնում եմ, որ ոչ impeachment-ի ուղղությամբ է ուղիղ լուրջ աշխատանք տարվում։ Նախաձեռնողներին եթե մի կողմ դնենք, դաշտի ընկալման տեսակետից հա այդ աշխատանքը չեմ տեսնում։ Ոչ էլ ընտրություններին մասնակցել ցանկացողներն են այնպես աշխատում, որ այդ ընտրություններում հաղթեն, կարծես թե նպատակը զուտ խորհրդարանում հայտնվելն է։ Մինչդեռ ես ասում եմ եւ միայն ես չեմ ասում, այդ նույն ուժերի ներկայացուցիչներն են մշտապես ասել, որ այս իշխանությունների ամեն մի ժամը մնալը Հայաստանում մահացու վտանգներ է
իր մեջ պարունակում մեր երկրի համար։ Մենք արդեն տեսնում ենք Հայաստանը կամաց դառնում է Ադրբեջանի կցորդի։ Դա դառնում է։ Դա անում են ամեն օր, ամեն ժամ այդ ուղղությամբ աշխատում են։ Ինչ մենք դրան սպասելու ենք տեսնենք թե երբ վերջնականապես կդառնանք ադրբեջանա-թուրքական շահերի սպասարկման գոտի ընդամենը։ Պարոն Մելիք-Շանազարյան, ես ուզում եի այսպես որպես առանձին դրվագ անդրադառնալ, ինչպես լուսանկարում եք, հա, տեսնում։ Հենց Սուրբ Ծննդյան օրը փաստորեն պատարագը, սկզբում պատարագ էր Գրիգոր Լուսավորչում, հետո ուխտերթ, հա, որի նպատակը ինչպես իրենք են Նիկոլ Փաշինյանն էր ասում, հավատարմությունը հայտնել իրենց բարեկարգման օրակարգին։ Հիմա որպես այնտեղ գտնված անցած հնչում էր հենց պատարագի ժամանակ Նիկոլ վարչապետ, հարգարժան պարոն վարչապետ այդպես էր հնչում ու փաստորեն հենց Սուրբ Ծննդյան օրը պատարագը վերածվում էր, այսպես ասած, քաղաքական միջոցառում ասեմ, արշավ ասեմ, ու մյուս կողմից էլ այնտեղ կային քաղաքացիներ, ովքեր տեղյակել չէին, որ այնտեղ հայ իշխանության ներկայացուցիչներն են, որ պատարագ են, պարզապես եկել են պատարագ մասնակցելու։ Այսինքն նրանց կարելի է ասել իրավունքներն էլ մի կողմից խախտվեց այն քաղաքացիները, ովքեր անգամ եկել են պատարագ մասնակցելու։ Տեսեք, տարիներ շարունակ Սուրբ Ծննդյան տոների օրը եւ Երևանում եւ Հայաստանի շատ այլ քաղաքներում խաչերթեր էին կազմակերպվում, ոչ թե ուխտերթեր, ուխտերթը բառը ընդհանրապես գոյություն չունի։ Դրա համար էլ իրենք էլ իրենց ուխտաերթ են ասում, ոչ թե ուխտերթ, բայց խաչերթեր էին կազմակերպվում, երբ որ հոգևորականները խաչը բարձրացրած եւ այլ տոներին նույնպես, եկեղեցական այլ տոներին ժամանակ առ ժամանակ դա արվում էր։ Ինչու են հրաժարվել խաչից, ես չգիտեմ, ենթադրում եմ, բայց չգիտեմ, բայց Բայց այնտեղ քաղաքացիներից մեկը մեծ խաչ պահած է։ Դա հա, բայց անունը խորհուրդը եւ այն երթի անունը ինչ ես դնում, ինչ ուխտի մասին է խոսում։ Ես այնտեղ հոգեվոր որևէ բան չեմ տեսել, ես այնտեղ տեսել եմ քաղաքական շոու, որին բերման են ենթարկել պետական համակարգի աշխատակիցների զգալի մասին։ Եվ դա ցավոք սրտի այն արհամարհական մեր պետության հանդեպ արհամարհական վերաբերմունքի հերթական դրսևորումներից մեկն է, երբ որ մարդը որպես ծառայող է, իր գործը պետական չէ վարչարական աշխատանքներ անելն է, իրեն ասում են, որ չէ դու պիտի գաս եւ մեր սիրելի վարչապետի առաջնորդությամբ քայլես այստեղից այնտեղ։ Պարոն Մելիք-Շանազարյան, միտքս ներողություն ավարտեմ, որովհետեւ իսկապես շատ հավատացյալներ լավ հասկանալով, որ այդ օրը իրենց եկեղեցում, որտեղ մշտապես իրենք պատարագի են մասնակցել, իրական պատարագ չի լինելու է կեղծված, զեղչված, չգիտեմ, դավաճանված ինչ-որ միջոցառում, այո, ցավոք սրտի ստիպված են եղել կամ չգնալ պատարագի, կամ գնալ այլ եկեղեցիներում պատարագի, կամ էլ այնքան կամքի ուժ են գտել, որ գան եւ փորձեն իրենց այդ կողքի ամեն ինչը խլացնել իրենց ներքին աղոթքի ձայնով։ Ես նման մարդկանց եմ ճանաչում։ Հավատացյալները իրականում կարողանում են դա հաղթահարել։ Եվ եթե գլոբալ նայենք, մենք կտեսնենք, որ այդ շոուները իրենք հանրային մեծ ազդեցություն չունեն, այսինքն ինքը իր խմբակով լրագրողները լավ են ասում, այդ շրջիկ կրկեսը մեկ էստեղ է ներկայացում տալիս, մեկ այնտեղ, բայց ինքը հանրային ազդեցություն ի վերջո չի ստանում։ Մենք դա պետք է լավ հասկանանք։ Նիկոլը ինքն էլ գիտի, որ ինքը չի ազդում հանրության վրա։ Ինքը իր նույն մարդկանցով տարբեր տեղեր է գնում եւ եկեղեցու ներսից էլ մենք տեսանք կադրեր, որ դուրը փակեք դրա ձայնը չլսենք, մոտորապես մարդկանց բանը սա էր։ Ուրեմն պետք է մենք ինքներս գործոն չդարձնենք, դա նորից եմ այդ մտքին գալիս։ Ինքը Նիկոլը դա չի կարողանում դարձնել քաղաքական գործոն, փորձում է, չի ստացվում։ Եկեք ուղղակի չօգնենք նրան եւ վերջ։ Պարոն Մելիք-Շանազարյան, իսկ երբ որ ասում ենք, հա, պետական այդ իշխանական ռեսուրս է կիրառվել, այսինքն տարբեր նախարարություններից, հա, կառույցներից աշխատակիցներ, այսպես ասած, կամ հորդորով պարտադրմամբ եկել են։ Բայց ինչ որ փուլ գալու է, որ մարդկանց այդ կրոնական այդ հավատամքը, նրանց ազատությունները չեն կարող չէ պարտադրանքով այսպես անընդհատ, այդպես երկար շարունակել։ Ինչ որ մի փուլ գալու է, որ ի վերջո դա էլ է սպառվել։ Մարդուն ամեն անգամ չես կարող ստիպել ասես, այ գնա այստեղ պատարագի, այնտեղ պատարագի։ Դա դրա համար է, որպեսզի այդ խնդրի առջև չկանգնեն, այդ փուլն էլ հունիսի 7-ից հետո էլ այդ շոուի կարիքը այդքան իշխանություն չի ունենալու, դրա համար է, որպեսզի այսպես ասած ձգեն մինչև հունիս 7-ը ստեղծվում է հանձնաժողովը, որի մասին քիչ առաջ խոսում էինք,
այլ լուծումներ կտրեն, որ կունենա այդ հանձնաժողովը։ Չի ունենա, ես դες ասում եմ, նպատակը մինչև հունիսի 7-ին ընտրություններն է, այդքան է պետք է այս process-ը ձգել։ Եթե այդ ընթացքում կունենան հաջողություն, հանկարծ, չգիտեմ, ինչ որ միտեղ պատահական ինչ որ մի բան կստացվի, շատ լավ իրենց համար։ Այդ հույսը ունի Նիկոլն էլ, վստահ եմ այդ 10 տիրադավ եպիսկոպոսներն էլ եւ այլն։ Բայց նպատակը իշխանությունը զավթելն է։ Հունիսի 7-ին, կարծեմ 7-ին է, չէ՞, թե 6-ին, չգիտեմ, կառավարական, մինչև այդ օրն է, այս շոուները գծված են մինչև այդ օրը։ Դրանից հետո կսկսեն գծվել այլ շոուներ կամ կսկսեն կյանքի կոչել այն ծրագրերը, որոնց կյանքի կոչելու համար պետք է որպեսզի Փաշինյանը շարունակի մնալ վարչապետի պաշտոնում։ Պարոն Մելիք-Շանազարյան, մենք այնտեղ նաև եկեղեցու բակում տեսնում ենք, որ այն քաղաքացիները, ովքեր իրենց դժգոհությունն են, արտահայտում, չեն ուզում այնտեղ լինեն, մյուս կողմից էլ այն մարդիկ, ովքեր այսպես Նիկոլ Փաշինյանի հետ են եկել, այսպես հայհոյանքներ, վիրավորանքներ էր հնչում հենց եկեղեցու բակում։ Այս սա ինչի մասին է խոսում, էր հանրության հոգևոր, այսպես Չէ, հանրության չէ, դա խոսում է այս իշխանության աջակիցների, ընդ որում ուզում եմ ընդգծել ոչ բոլոր աջակիցների, ես գիտեմ, որ այսպես ասած Նիկոլի աջակիցներից ոչ բոլորն են, որ հայհոյախոս են, զուտ քաղաքացիների, բայց ակտիվ մասը դրանց այդ է։ Այսինքն մեր հանրության այդ հատվածը, որը աչքի չի ընկնում գրագիտությամբ, աչքի չի ընկնում բարոյականությամբ, դաստիարակությամբ եւ այլն, բայց ակտիվ է, ահա այդ հատվածը եկել է եկեղեցի գալիս է եւ Նիկոլի հետևից գնում է եկեղեցիներ տարբեր։ Գնում է խուլիգանություն անելու, ուրիշ ոչ մի բան, դա խուլիգանություն է։ Բայց տեսեք, որ նախ ասեմ, որ աշխարհում չկա հասարակություն, որտեղ նման շերտ չլինի, այսինքն մենք բացառիկ չենք, չէի ասում, որ այ հայի բանը գիտեք, այդքան վատն են։ Բայց աղմուկը այդ կարող է թվով փոքր են, բայց աղմուկը այնքան շատ է զանգվածի, որ ամենագրեհիկ բաները ամենամեծ տարածումն է ստանում։ Այսինքն գրեհկություն անելու համար բավական է 1-2 հոգի եւ ուշադրությունը կշարժ։ Հիշում եք անցած տարի փողոցային այդ շարժումների ժամանակ, երբ որ Սրբազան առաջնորդը Բագրատ Սրբազանը առաջնորդում էր այդ ամեն ինչը հրապարակում կառավարության դիմաց ակցիա էր, մեկ է տեսանք մի կիսամերկ աղջիկ հրեշտակի թևերով այդ եւ այլն բոլորի ուշադրությունը գրավեց նա, ասինքն այնտեղ որ 20000 հոգի մարդ ցույց են անում, հարյուրներով ծեծ են ու տոն տասնյակներով ձերբակալվում են եւ այլն, բոլոր լրագրողները կամերաները թողեցին, վազեցին, սկսեցին նկարել կիսամերկ աղջկան։ Դա բանն է, մարդկային էություն։ Ավելի հետաքրքրություն է։ Գրեհկությունը ինքը միշտ ավելի հնչեղ է լինում։ Այսինքն 100 հոգի նստենք, խելոք բան խոսենք, մեկը դալիճից հիմարություններ դուրս տա, բարձր է, որ լրատվամիջոցների եւ հանրության եւ այլնի ուշադրության կենտրոն դա է հայտնվելու։ Պարոն Մելիք-Շանազարյան, նաեւ Մայրաթորի, կաթողիկոսի այս լրությունը ինչ չէ, ներողամտությունը շատ հաճախ դիտարկվում է որպես թուլություն, օրինակ հանրության կողմից ասում են ինչու հստակ չի ասում, անգամ ընդդիմադիր շրջանակներն են ասում, սպասում ենք կաթողիկոսի այսպես խոսքին, որ նոր իմանանք ինչ անենք, պահանջ կա ինչու չեն իրենց լիազորությունները չեն դադարեցնում այս եպիսկոպոսների, ովքեր տեսեք, մյուս թև են անցել։ Վեհապար Հայրապետը նույնիսկ իր ամանորյա ուղերձի ժամանակ եւ նաեւ այն ժամերկության ժամանակ, երբ որ այդ տաստիրադավերը եկան եւ փորձեցին վեհարա մտնել այդ նրանց հարցակվելու պահին, ինքը մայր տաճարից խոսում էր վերադարձի կանգ առնելու եւ այլնի մասին, այսինքն այդ կոչերն էր ուղղում, ինքը չի ասում դուք տիրադավ եք, ասում էր դադարեցեք եղբայրադավ գործողությունները, որպես եղբայր են ընդունում եւ դա գիտեք այն մեծ առաքինությունն է, որը հատուկ է միայն իմ կարծիքով ուժեղ մարդկանց եւ իսկապես հավատավոր քրիստոնյաների։ Վեհապար Հայրապետը ավելի քան համոզված եմ լավ գիտակցում է, որ մինչ այս պահը իր այդ գրավորական դիրքոր այդպես կոչեն, կարող է բառը սխալ է, չգիտեմ, բայց համենայն դեպս այդ դիրքորոշման համար ինքը քննադատում է այսօր իշխանության ընդդիմության կողմից էլ է քննադատվում։ Բոլորս ասում են դե լավ վեհապար դեր զանգերը հնչեցրեք, կոչեր արեք եւ այլն, ինքը հանուն իր 10 հոգևոր եղբայրների, որոնք այս պահին սխալ ճանապարհով են գնում, ինքը ինքնազոհողության է գնում։ Իր անձը դնում է հարվածի տակ, քննադատությունների տակ, այդ թվում
նրանց համար, ովքեր որպես կանոն պաշտպանում են, հա, վեհապար հայրապետին։ Դա քրիստոնեական քայլ է, ես ավելի քան համոզված եմ, որ մեր ժողովրդին եւ մեր քաղաքական առաջնորդներին, առաջնորդությանը, այսպես ասեմ, այդ ինքնազոհողությունը շատ է պակասում։ Այդ ինքնազոհողության շնորհիվ էր, որ Բագրատ Սրբազանը կարողացավ ամբողջ ժողովրդին ոտքի հանել եւ իսկապես իրավիճակ փոխել Հայաստանում։ Այո, իշխանություն չփոխել, բայց իրավիճակ փոխել, որովհետեւ մինչ Սրբազանի շարժումը բոլորը հիասթափված, հարմարված, արդեն պայքարից էլ ըստ էության հրաժարված տրամադրություններ էր շուրջ բոլորը տիրում հանրության մեջ։ Բայց պայքարից հետո էլ սկզբնական փուլում ողջավորությունը կար։ Հետո չկրկնվեց այդ հիասթափությունը։ Չէ, ինքը կարող է կրկնվել, երբ որ հաջողություն չես ունենում, այո, մարդկանց դա հիասթափության է բերում, բայց նաև ցույց տվեց, որ կա պայքարելու հնարավորություն, ռեսուրս, տրամադրվածություն, ու ի վերջո այն ժամանակ այդ ժողովրդական ոտքի կանգնելը մեր ժողովրդին դարձեց քաղաքական գործոն տարածաշրջանում, այսինքն ինչ է, Նիկոլը ասում էր, թքած, մենք խնդիր չունենք, ինչ տարածք պետք է կանցնենք Ադրբեջանին եւ այլն, եւ դա ոչ մի խնդիր չի առաջացնի, բայց միջազգային հանրությունը տեսավ, որ այդպես չի, խնդիր է առաջացնում։ Ցույցեր կան, բողոքներ կան, ընդ որում ցույցեր եւ բողոքներ ոչ միայն Հայաստանում, Հայաստանից դուրս եւ այլն, այդ խնդիրները, այսպես ասած, ճակերտավոր, որ հանրությունը սկսում է խոսել, դա վստահեցնում եմ, դες դրսի ուժերին այդքան էլ պետք չի։ Իրենք դանդաղեցրեցին process-ը, ինչ որտեղ կասեցրեցին, փորձեցին ձգել ժամանակի ընթացքում, որպեսզի կառավարելի դարձնեն եւ այլն, բայց հիմնական հարցը այն է, որ ժողովուրդը որպես քաղաքական գործոն նորից հանդես եկավ եւ իր ձայնը հնչեցրեց։ Եվ դա մեր պետությանը, մեր կարող է հիմա իմ ասածը շատ տեսական է թվում, բայց վստահեցնում եմ, որ այդքան է տեսական, չէ՞ շատ պրակտիկ արդյունքներ է տվել։ Այո, սահմանափակվեցինք իրանցով, մնացած տեղերում process-ը դեռ կանգ է առել։ Հիմա այս ընտրություններում հաղթանակը իրենց պետք է դրա համար, որպեսզի այն ինչ որ այն ժամանակ պետք է ավեր, ավարտին հասնեն, առաջ հասնեն։ Բայց կանգ առավ, չէ՞, այդ ամեն ինչ ժամանակ կանգ առավ։ Ու նվիրվածության, ինքնազոհողության հաշվին։ Վեհապար հայրապետը իմ կարծիքով հիմա լավ հասկանալով, որ կտրուկ քայլերի անհրաժեշտություն կա կամ պահանջ կա հանրության կողմից, բայց ինքը իր անձը զոհում է այդ մարդկանց զղջալու, ետ վերադառնալու, եկեղեցու միասնությունը ապահովելու համար։ Կարծում եմ, որ վեհապարը դա կանի այնքան ժամանակ, քանի դեռ տեսնում է 1% շանս, որ կարելի է։ Իսկ եթե դրան զուգահեռ մեծանան այն, այսինքն իր դեմ աշխատի այս լրությունը։ Ինքը հենց հարցը դա, որ ինքը իր մասին չմտածում, դա է ասում, այլ եկեղեցու միասնության, բայց ավելի քան համոզված եմ, որ եթե տեսնի, որ արդեն ներելու տեղ չկա, արդեն իսկապես վերջին բոլոր հնարավորությունները, վերջին կես տոկոս շանսերն էլ սպառված են, կարծում եմ, որ այո, մարտավարությունը կփոխվի եկեղեցու։ Եվ արդեն վերջում պարոն Մելիք Շանազարյան, այս եկեղեցու դեմ արշավի ֆոնին երկրորդ պլան են մղվել հայ-ադրբեջանական, այսպես ասած, այդ բանակցային գործընթացը, բայց նոր գործողություններ են տեղի ունենում, արդեն առևտուր են անում, ապրանք են ներկրում, այսօր արդեն հայտնի դարձավ, որ բենզինի երկրորդ խմբականակներն են ուտվելու Հայաստան, ավելի էժան գներով, մատչելի, այսինքն երկու երկրները փորձում են առևտուր անել միմյանց հետ։ Ցույց տալ, որ խաղաղություն է իսկապես։ Այո, դա անելու են եւ դա արվում է ելի հունիսի 7-ի իրենց առջեւ դրված խնդիրը լուծելու համար։ Բենզինի դեռ ինչ, ես ավելի քան համոզված եմ, որ ընտրությունների մոտ ինչքան մոտենանք ընտրություններին, Ադրբեջանը այնքան ավելի շատ ժեստեր է անելու, որպեսզի Փաշինյանն այստեղ կարողանա խոսել նրա մասին, որ խաղաղություն կա, մենք գործակցում ենք, տեսեք Ժորժ ջան, էժան բենզին եք առնում, չգիտեմ ինչ եք առնում, իրականում վաճառում են արժանապատվությունը, մեր ժողովրդի արժանապատվությունը վաճառում են, ասում են, էս է ձեր գինը։ Էժան բենզինի համար ամեն ինչ պատրաստ եք զիջել, ամեն ինչ պատրաստ եք թողնել թշնամուն։ Դա Բաքվի քաղաքականությունն է, որ իրականացնում է եւ որը այստեղ ստացել է Փաշինյանի աջակցությունը զուտ մի պատճառով, որպեսզի ինքը կարողանա նորից ընտրվել երկրի ղեկավար։ Շատ քայլեր կարող են անել, միջավ ընտրություն կարող են ինչ-որ գերիներ հանձնել, վերադարձնել մեզ, կարող է ինչ-որ միտեղ ինչ-որ մի մարտական դիրք Ադրբեջանը ոչ կարևոր նշանակության վերադարձնի Հայաստանին, որ Փաշինյանը կարողանա ասի, որ տեսեք մեր օկուպացված տարածքներն ենք վերցնում, կարող է հայ-թուրքական սահման բացվի,
Չգիտեմ էլ ինչ կարող է լինել, բայց նույն ձևով, նույն տրամաբանության մեջ մինչև ընտրություն Ադրբեջանը կարող է ցանկացած տեղ իրավիճակ լարել եւ խաղաղության մասին զրույցները հոտս ցնդեն ու Փաշինյանի ձեռքը այստեղ ոչ մի խաղակարգ չմնա ընտրություններում կես% զայն տանելու համար։ Այդ եւ այն գործոնը եւ հակառակ գործոնը խոսում են այն մասին, որ մեր երկրում վարչապետի պաշտոն զբաղեցնող անձը ամբողջությամբ կախված է Ալիևի կամքից։ Կուզի լավություններ կանի այժմ բենզին կտա, ինքը ստեղ կընտրվի, չի ուզի իրավիճակ կլարի, ինքը ստեղ չի ընտրվի։ Իսկ նման կախվածություն ունեցող առաջնորդով երկրի ճակատագիրը իմ կարծիքով շատ հասկանալի է թե ինչպիսին կարող է լինել։ Շնորհակալություն ձեզ զրույցի համար։ Հարգելի հաստատիտողներ, ես հիշեցնում, որ մենք զրուցում ենք քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ։ Շնորհակալ եմ զրույցին հետևելու համար, կհանդիպենք։